Բարի օր։ Սիրելիներ, մենք ավագ շաբաթի Տերունի գործերի և Տերունի չարչարանած շաբաթի կարևոր խորհրդի մեջ ենք այսօր։ Եվ այսօր մեր եկեղեցին հիշում է և վերապրում է մեր Տիրոջ մատնության օրը։ Եվ տեսեք, ավետարանական այսօրվա ընթերցվածը երկու կարևոր պատկեր է բերում։ Մեկը մի անբարոյական կնոջ, որ եկավ և յուղով օծեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի ոտքերը, և մյուսը Տիրոջ առաքյալին, որ 30 արծաթով ծախեց մեր Տիրոջը և մատնեց նրան։ Եվ շատ ժամանակ, սիրելիներ, մենք կարծրատիպերով ենք գնահատում մարդկանց և մտածում ենք, որ մարդը այլևս փոխվելու ունակություն չունի և չի կարող ոչ ավելի լավը դառնալ, ոչ ավելի վատը լինել։ Բայց իրականում մեզնից յուրաքանչյուրի կյանքը իր ամեն օրվա որոշումներում ընտրություն է լինել դարձի եկած մեղավոր, թե մատնել մեր Տիրոջը նրա շնորհը ընդունելով։ Եվ Տիրոջը մատնելու առաջ մեզնից յուրաքանչյուրն է կանգնած։ Եվ շատ հաճախ մենք մատնում ենք Տիրոջը անգամ ոչ 30 արծաթով, այլ ավելի փոքր, ավելի աննշան բաների համար, որոնք են ուղղակի վայրկենական փառքը, մեր հպարտությունը, տարբեր մարդկային ախտեր և մեղքեր, որոնց համար մենք պատրաստ ենք մատնել մեր Տիրոջը և մատնել նրա արյունը։ Բայց մեր Տերը իր մեծ սիրով միշտ պատրաստ է մեզ համար խաչվելու և քավելու մեր մեղքերը։ Այդ իսկ պատճառով, սիրելի ունկնդիր, սիրելի եղբայր կամ քույր, եթե մատնում ես Տիրոջը, իմացիր, որ Տերը սիրում է քեզ և պատրաստ է քեզ ներելու, բայց ամեն քո քայլից առաջ մտածիր, որ դու ես այն շնորհընկալը, որին Տերը կանչեց, և դու ես այն մարդը, որ ամեն օր ընտրություն ես կատարում, ապրել Աստծո հետ, թե ապրել առանց Աստծո։